ով է ասել կռլաստահայտ։ Ես տենց նման արտահայտություն չեմ լսել, բայց որ պատերազմի ժամանակ մեծ ներդրում է ունեցել, դրան տեղյակ։ Ինչ տիպի ներդրում, պարոն Սահակյան։ Դա այդ զենքը, որ առնում էինք, վարորդը առնում էինք, այդ որտեղից էր գալիս։ Վառոդներ բերում, զենքներ բերում։ Դա այդ կարող է պատահել պետբյուջեում այնքան փող կա, մենք այդ ժամանակ, որ պատերազմում ենք, այդ թվերին մենք 30-50 միլիարդ բյուջե ունենք։ Այդ բյուջեով դու պատերազմ չէր կարող անել։ Նրանք, ովքեր ձեռներեցությամբ զբաղվեցին, դրանց թիվը շատ են։ Պեսոկ է վաճառել, կռվելու փոխարեն, չի կռվել, պարոն Սահակյան։ Մարդկանց ինչ մարդիկ ուզում են հարստանան, բայց հարուստներին չեն սիրում, հետաքրքիր հայկական հոգեբանություն։ Ուղղակի հետո Առաքել Մովսիսյանը այդ հայտարարությունից հետո ասաց, որ հենց Մեղրիում կռվել է, դրա համար ենք հարցնում, հիմա վերջը կռվել է, թե չէ։ Կարող է պատկերացնել եք մեղրեցիների դերնակալը։ Ու թշնամին ով է եղել, նրա մեկը զենքով է կռվել, մեկը գործով է կռվել, մեկը իր աշխատանքն է կատարել, բայց ամեն ինչ դուք էլ եք, ձեր ծնողներն են կռվել։ Բոլորը ազգովի, բոլորս կռվում էին։ Մեկը կրակում էր, մեկն էլ կրակն էր բերում, այնպես որ չի կարելի։ Մա Ալեքսանյանը կրակն է բերել, հա, պարոն Սահակյան։ Քանի ձեռքից ես վարվել ու գուր ես դարձել։